Thank you very much, Prime Minister. Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, բարև սիրելի Նիկոլ, լավ է նորից վերադառնալ Երևան, սա արդեն երկրորդ անգամն է 2 ամսից պակաս ժամկետում, ինչպես ասացիք, եւ սա ապացուցում է մեր գործընկերության եւ անձնական բարեկամության ամրությունը։ Սկզբում կուզեի ձեզ շնորհավորել ընտրությունների արդյունքի կապակցությամբ, ուզում եմ շնորհավորեմ հայ ժողովրդին, ով ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը եւ Եվրոպային մերձենալը։ Սա մեծ քայլ է եւ վստահության քվ է, որի համար ես շնորհակալ եմ։ Ես գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը, այնպես որ մենք քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել, շատ չմոտենալու Եվրոպական միությանը, մենք դա թույլ չենք տա, մենք գիտենք եւ մենք ձեզ կոժանդակենք դրանում։ Ուստի ես այսօր այստեղ եմ նաեւ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության process-ին, որը ընթանում է, որի համար ուզում եմ ձեզ գովասանք հայտնել։ Մենք ուզում ենք նաև ներդրումներ անել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են Եվրոպական միությունը, Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիան եւ Հայաստանը այստեղ կենսական դեր է խաղում շնորհիվ իր աշխարհագրական դիրքի։ Այս ներդրումները մենք այժմ 200 միլիոն եվրո ենք տրամադրել, որը մինչև 2 միլիարդ կարող ենք լծակավորել։ Սրանք կարող են փոխկապակցվածություն համար այս տարածաշրջանում եւ ուստի կայունության համար մեր գործընկերության եւ բարեկամության շատ շնորհակալություն։ Ես կանխաճաշակում եմ մեր այսօր հանդիպումը։